Իսրայելը ավելի բարձր կարգավիճակ ունի, նա որոշ երկկողմանի դաշինքային հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի երկրների հետ, երկկողմանի։ Այնպես որ Ֆրանսիան հենց այնպես չի ասում, ինքը դաշինքային հարաբերություններ ունի Իսրայելի հետ, պարտավոր է աջակցել Իսրայելին։ Ու բացի դրանից հենց հիմա ֆրանսիական հակաօդային պաշտպանության համակարգերը տեղադրված են տարածաշրջանում, այսինքն նրանք առնվազն հետախուզական տվյալները, որ հրթիռները գալիս են, հայտնում են, դա միացված է Իսրայելի անվտանգության համակարգին, այսինքն այնքան էլ չեզոք չի Ֆրանսիան, ուղղակի ռազմական ակնհայտ օգնություն ոչ զինվոր չի ուղարկում, սվինակիր զինվոր չի գնում, այդ Նապոլեոնի զորքը չի, բայց ակտիվորեն եւ Բրիտանիան, իմիջիայլոց Բրիտանիային արդեն մեղադրում են, որ Կիպրոսի ռազմական բազան մեղադրում են, որ Բրիտանիան ակտիվորեն մասնակցում է այս պատերազմին, այս մի քանի ժամ հետևել, բրիտանացիներն ասում են, ոչ մենք կոնտակտային մասնակցություն չունենք, կոնտակտ չկա, այ Մակրոնը Ֆրանսիայի նախագահը եւ Բրիտանիայի վարչապետը ասում են կոնտակտային մասնակցություն չունենք, չենք բախվում մենք, բայց բոլոր հնարավոր ինչի կարիք որ Իսրայելը հրեական պետությունը ինչի կարիք որ զգա, մենք դա տալու ենք։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակի, եթե պետք լինի, այստեղ նույնիսկ մի փոքր բերեմ Հայաստան, բերեմ մեր հագուստը դարձնեմ, այդ կոստյումը։ Իսրայել պետությունը դա նաև պլատֆորմ է, ֆորպոստ է արևմուտքի համար։ 74 թվականին Կիպրոսի հյուսիս այդ հատվածի օկուպացիայից հետո թուրքական Կիպրոսը կորցրեց իր նշանակությունը արևմուտքի համար։ Հիմա Իսրայելն է այդ դերը կատարում, դա վստահելի տարածք է արևմուտքի համար այս տարածաշրջանում, մերձավոր արևելքում, արևմուտքը Ֆրանսիան կլինի, Գերմանիան, Իտալիան չեն ուզենա կորցնել այդ ֆորպոստը, այդ ճիշտ նույն ձևով ֆորպոստ է նաև Հայաստանը, քաղաքակրթական, հենց այնպես չի, որ Ադրբեջանը ասում է, գիտեք, ձեր ֆորպոստը ինձ խանգարում է, այո, հենց խանգարելու համար է ֆորպոստը, հենց դրա համար է, ու ասում է, որ եվրոպացի դիտորդներն եկել են, ասում են ինչի, որովհետև ձեր ազգային ժողովի պատգամավորուհիները քաղցրալեզու են, դրանք լեզվանի են, էլ ընդհանրապես մեր ազգային ժողովը ոնց որ լեզվանիների, քաղցրալեզու լինելը չի, Հայաստանը կարևոր ֆունկցիա ունի, հատուկ գործառույթ ունի, ճիշտ այնպես ինչպես Իսրայելը։ Իսրայել պետությունը չի կարող լիկվիդացվել ճիշտ այնպես ինչպես եւ Հայաստանը, բայց մենք պետք է դա օգտագործենք։ Մենք պետք է տեր կանգնենք մեր կարգավիճակին։ Օգնում են եւ կօգնեն ու եթե բալանսը փոխվի, դուք պատկերացնեք, առայժմ հաղթողը մինչ այս պահը հաղթում է Իսրայելը, այսինքն նայում են թե ոնց է Իսրայելը հաղթում։ Դա շատ է փոխվելու իրավիճակը, գիշերը խփել էր Իրանը խփում է։ Հա, բանին են խփել, ինստիտուտ են խփել եւ 60 հոգի վիրավորվել է, բա տեսեք հրամանատարական կազմն է Իսրայելը ոչնչացնում։ Անաշակյան սկիզբն է։ Կարող է եւ սպիտակ ձեռնոցներով չլինի հարցի լուծումը։ Այդ Թրամփը ուզում է, որ ինքը սպիտակ ձեռնոցներով տենց է ենթադրում։ Իր կաբինետում նստած շրջապատված լրագրողներով ինքը կկառավարի, հնարավոր է որ չկառավարի, այլ ավիակիրները մասնակցեն։ Ինքը ունի ռեզերվ։ Դրա մի ավիակիրը, մի հնդկական օվկիանոսում տեղակայված, բավարար է որ այդ ամբողջ տարածաշրջանը ծնկի բերի։ Այսինքն Ամերիկան պահել է իր համար դա։ Հիմա ուզում է այսպես խոսելով, խոսափողով կառավարել, հնարավոր է, ես ես հետ համաձայն եմ, դուք այո, հնարավոր է, որ դուրս գա խոսափողի, խոսքի ազդեցությունից, որ խոսքով ինքը ասում է, հենց արդեն դուրս է եկել, ինքը հայտարարել, որ գալիս եմ խաղաղություն եմ բերում և Ուկրաինայում և մերձավոր արևելքում, Աղվանստանից և Իրաքից ու Սիրիայից դա էլ է, չէ, Սիրիայում զորքեր ունի իմիջիայլոց Ամերիկայի Միացյալ Նահանգները, նրանք այնտեղ հակաօդային պաշտպանության համակարգ ունեն, մենք չգիտենք գործում են, թե չէ։ Տեսեք, Թրամփը, ես կարծում եմ, որ Թրամփը նախ մենակ չի այդ հարցում, այդ հարցում մենակ չի, Իսրայելի հարցում մենակ չի, արևմուտքը լուրջ հնարավորություն ունի
կարգավորելի դարձնելու, բայց իրենք թողնում են, որ զարգանա իր բնական հունով գնա, ես ասում եմ, որ վատթարագույն դեպքում ավիակիրները եւ բրիտանական եւ ֆրանսիական միջոցները միջերկրական ծովից Ամերիկայի Միացյալ Նահանգների միջոցները ռազմական հնդկական օվկիանոսից կմիջամտեն։ Կուտակային ֆոնդ պետք է լինի, պետք է օրինակ արդարադատության նախարարությունը կամ այդ հատուկ հանձնաժողովը սահմանադիր հանձնաժողովը, որը որ մեր իշխանությունները ձևավորել են, այդ ձեր առաջարկությունը պետք է գնա այնտեղ եւ բաց քննարկման հետևանքով մենք որոշում կայացնենք։ Այ հիմա տեսեք, դուք օրակարգի մեջ եք։ Ձեր հարցը այսօր իսկապես օրակարգային է։ Մեզ համար այսօրվա խնդիրը գլխավոր օրենքն է։ Գլխավոր օրենքից, այսինքն սահմանադրությունն է, ուրեմն սահմանադրության բոլոր հոդվածները քննարկման առարկա են։ Այսինքն դուք հիմա հենց նոր մեզ տարակ դեպի օրակարգ։ Մենք այսօր ինչ որ կատարում է, սա ընթացքում տակտիկական նկատառումներով պատահեց, այ պատահել է պատերազմը, պատահել է եկեղեցի եւ կրոնի սպասավորների եւ իշխանության բանավեճը, դրանք պատահել են, բայց գլխավորը մեր երկրի համար իհարկե գլխավոր օրենքն է, սահմանադրությունները, եւ ես կարծում եմ, որ հարկավոր է դա քննարկել։ Տեսեք, մենք եթե մեր առաջարկությունները, բոլոր առաջարկությունները դնենք ու ասենք սա վերջի կետն է, սա մեջտեղի կետն է, սա առաջի կետն է, եթե քննարկենք ու մենք գտնենք, այս հարցում ուզում եմ, որ այ հոգեվորականները մասնակցեին այդ քննարկմանը։ Մեր մոտ դա ոնց է լինելու։ Ես կարծում եմ, որ անպայման Աստված պետք է լինի մեր սահմանադրության մեջ։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս հավատարիմ լինենք մեր անցյալին, մեր ժառանգությանը։ Ինչու՞ չէ, եթե դա կարևոր է, մենք հայ ենք, այսինքն նշենք, որ մենք հայ ենք եւ հայք նահապետից ենք սերված։ Հա, դրա մեջ ինչ կա, ում ասենք, սփյուռքը հայության դերը։ Պարտադիր չի։ Այ եթե մենք ունենայինք 1 միլիոն քառակուսի կիլոմետր, 1 միլիոն քառակուսի կիլոմետրանով երկիր ունենայինք, այդ դեպքում կասենք, որ տեղավորվեք։ Բայց ես տեղաշարժի կողմնակից եմ, ասենք քրքը քիչ դեր չի կատարել մեր երկրի համար կամ Մխիթար Սեբաստացին։ Ուզում ասել, որ ամեն մարդ ինչ որ ձևով իր հնարավորությունների սահմաններում աջակցում է հայապահպանությանը։ Այդ իմաստով սփյուռքը մեր հարազատն է։ Ես չեմ բաժանում Գլենդեր լինի, Մոսկվա լինի, թե Գորկի։ Մենք այստեղ պետք է այլ հարց երևի թե քննարկենք մեխանիզմը, այդ սփյուռքի օգնության հնարավորության մեխանիզմը, ցանկություն։ Դուք ասում եք օգնություն, իրար հետ միասին կառուցենք երկիր, այո, այս թեման շատ է քննարկվում, բայց բախվում է հետևյալ իրողության հետ։ Օգնությունը կոորդինացված չէ, կապը Հայաստան-Սփյուռք իհարկե արտաքին ուժերի շնորհիվ, որպեսի քանդվի, ուժեղ չլինի ազգը, պառակտվում է, կապը թուլացել է, չէ պառակտվել, բայց թուլացել է, եւ ամենակարևորը չկա մեխանիզմ, չկա վստահություն տված օգնության հետագա ճանապարհին եւ նշանակետին հասնելու այս ճանապարհի վերաբերյալ վստահություն չունի Սփյուռքը, մեխանիզմն է բացակայում, մենք եթե ուզում ենք նորից ամրացնել Հայաստան-Սփյուռք կապը, իմ կարծիքն է, ներողություն, որ ես իմ կարծիքս, պարզապես ես արդեն 35 տարի է սրանով զբաղվում եմ, 35 տարի է ես Հայաստան-Սփյուռք հարցով եմ խորացած զբաղվում։ Նոյան տապան ասելով, այո, ես որպես Նոյան տապանի մաս, այսպես, հա, զինվոր այս գործում, եւ գիտեմ բոլոր այդ խնդիրները, հիմնական խնդիրը փոխվստահությունն է եւ ամենակարևորը մեխանիզմը, որը իշխանությունները այսօր Նիկոլ Փաշինյանն է, 3-1 ուրիշներ վաղը մի ուրիշն է լինելու, ոչ մի անձով չպետք է պայմանավորված լինի, պետք է սկզբունք լինի Հայաստանը եւ Սփյուռքը ինչպես են փոխգործում։ Մենք փոխօգնություն պետք է լինի, մենք պետք է դադարենք Սփյուռքին
բան անել, անընդհատ Եվ դա պետության հիմքում պետք է, այգուցե համանդրության մեջ գուցե մենք հաշվի առնենք, որ մենք այսպիսի ժողովուրդ ենք, այսպիսի երկիր ենք, որը աշխարհասփյուր հայություն ունի։ Շատ կարևոր բան կա, օրինակ նախաձեռնություն կա արդեն մի 15-20 տարի է, այսպես խոսում ենք սահմանադրության մեջ առաջարկություններ կան, նույնիսկ Հրանուշ Հակոբյանը երբ նախարար էր, դա պաշտպանել է, այսինքն ստեղծել երկրորդ պալատը, որը կմասնակցի հայապահպանական ծրագրերին, այսինքն Հայաստանի Հանրապետության բյուջեին, պաշտպանությանը, ես չգիտեմ, կրթության, առողջապահության ծրագրերին չի մասնակցի երկրորդ պալատը, բայց Սփյուռքում այնտեղ որևէ երկրում, ցանկացած երկրում օրենքով ընդունված ձևով ընտրված համայնքի ղեկավարները մշակութային կլինի, կրթական կլինի, ես չգիտեմ, նրանք կարող են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի երկրորդ պալատի սեսիոն, այսինքն բարբերաբար տարին մի քանի անգամ հրավիրվել, նրանք կարող են պաշտոն ստանալ, ես նույնիսկ տեսեք առաջարկում եմ, ասում եմ, պետք է պաշտոնյաներ լինեն, այսինքն մենք ամեն անգամ Սփյուռք ասելով հիշում ենք, երբ որ մեզ փող է պետք, լոբինգ է պետք, չէ, պետք է նաև մարդիկ ինչ-որ բան ստանան, գան մասնակցեն մեր երկրի։ Եվ էլի պայմանավորված իշխանության դերակատար այսօրվա անձով, չպետք է անձով չպետք է պայմանավորված լինի։ Պետք է ինստիտուտ լինի, ես կարծում եմ ինստիտուտը դա երկրորդ պալատն է սահմանադրության, հիմա այս ազգային ժողովին երկրորդ պալատ կոչված է, ինչպես որ աշխարհում ընդունված է, որոշակի գործառույթներ պետք է ունենա, ու դա հայապահպանություն կոչվի, Սփյուռքը մասնակցի իր կյանքի, այստեղ Հայաստանը դառնա նաև Սփյուռքի համար կենտրոն։ Մենք չենք միջամտում, օրինակ ֆրանսիական համայնքի ներկայացուցիչները, որ գալիս են Հայաստան եւ դառնում են երկրորդ պալատի պատգամավոր, մենք Հայաստանի Հանրապետությունը չի խառնվում Ֆրանսիայի ներքին գործերին, եւ ոչ էլ Ֆրանսիան է մեր գործերին խառնվում։ Միևնույն է, մենք հիմա այս հեռախոսային խոսակցությունը օրակարգ ձևավորեց, չէ՞։ Մենք հիմա արդեն դա միջամտեց, չէ՞։ Մեր օրակարգը փոխվեց։ Դա հենց բնական է, կառուցողական է եւ հակապետական չի, ոչ Գլենդելի, ոչ Կալիֆոռնիայի ներդավնաս, ոչ էլ Նոյան Տապանին այսօր որ Հայաստանում է։ Ես կարծում եմ, որ Իսրայել պետությունը չի կարող մահանալ։ Իրանը այդպիսի բան է, ծրագիր ունի ոչնչացնել Իսրայել պետությունը, այսինքն հրեաների պետությունը ոչնչացնել սիոնիզմի դեմ է։ Իրանը ընդհանրապես ճանաչում է հրեա ժողովրդի գոյության իրավունքը, բայց չի ճանաչում պետության իրավունքը։ Ասում է, որ դուք կամավոր կամ այսինքն ըստ ձեր գրքերի դուք հեռացել եք ձեր երկրից, ուրեմն հեռացեք, մնացեք այդ միսիայի գալուց նոր կվերադառնաք։ Ես կարծում եմ, որ դա անհնար է։ Եթե հրեաները ուզում են ունենալ իրենց պետությունը եւ հնարավորություններ ունեն, դաշնակիցներ ունեն, նրանք կպահեն իրենց պետությունը։ Ուրեմն պարտությունը Իսրայելի հրեական պետության լիկվիդացիան է, դա անհնար է։ Մենք հենց մի քիչ առաջ քննարկում ենք, որ Իսրայելը ունի շատ հզոր դաշնակիցներ։ Առաջինը դա Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունն է, պետություն լիկվիդացնելը արգելված է։ Օրինակ Գերմանիան առ այսօր պատժամիջոցների տակ է, նացիստական Գերմանիան ծրագրեր ուներ, պետություններ էր լիկվիդացնում։ Պատժամիջոցների տակ է, արգելքները դեռ գործում են, օկուպացիոն զորքեր կան Գերմանիայում, Եվրոպայի ամենահզոր տնտեսություն ունեցող պետությունը, ամենահետաքրքիր մշակույթ ունեցող ժողովուրդը հիմա պատժված է, զորքեր կան, օկուպացիոն զորքեր կան իր տարածքում եւ նրանց ազատությունը սահմանափակված է, բա ուր մնաց Իրանի նման պետությունը լիկվիդացնի հրեական պետությունը կամ Ադրբեջանի նման պետությունը լիկվիդացնի հայկական պետությունը։ Ես կարծում եմ, որ պատերազմի վերջը մենք էլ չգիտենք ոնց կլինի, մի քանի տարբերակ քննարկեցինք, առաջինը որ բարեփոխումների ծրագիր Իրանի համար, որովհետև միջազգային իրավունքը խախտել է Իրանը։ Ինքն է իր պայմանագրերը, իր պարտավորությունները խախտում, դա է խնդիրը, պարտավորությունները ստանձնել ու դրանք խախտում է, հետո բացի դրանից մենք գիտենք, որ արգելված է անեքսիայի, ագրեսիայի
ընդհանրապես ատելություն քարոզելը արգելված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունով։ Հիմա Իրանը խախտող պետությունն է, ուրեմն ես կարծում եմ, որ Իրանին են զսպելու, Իրանին են վերադարձնելու քաղաքակիրթ աշխարհի կանոնների շրջանակը։ Իմ կարծիքով դա տեղի կունենա, իսկ ինչեր կլինեն փլուզումներ կլինեն, Հայաստանը ոտատակ կընկնի, թե չընկնի, Վրաստանը ինչ կլինի, դա մենք պետք է ջանքեր թափենք, որ որևէ բան շահենք մենք, շահել, այդ թեկուզ լավ հարևան ունենալու պայմանով։ Իրանը դառնա մեզ քաղաքակրթորեն նաև լավ հարևան, որ կա այսօր Սյունիքը, հենց դրա հաշվին է, դա է հաշվի առնված, որ Սյունիքը պետք է լինի Իրանի համար կամուրջ դեպի քաղաքակիրթ աշխարհը։ Իրանը շրջապատված է թշնամի պետություններով։ Իրան պետությունը շրջապատված է, բոլոր հարևանները, բացի Հայաստանից, խնդիրներ ունեն Իրանի հետ։ Պատկերացնում եք, սա խաղաղության արահետ է։ Մենք խաղաղության արահետ ենք։ Մենք ապաստան ենք եւ ապաստարան ենք Իրանի ժողովրդի համար։ Այսինքն դա շատ կարևոր ֆունկցիա է ու մենք պատահաբար չի, որ եւ Ռուսաստանը եւ Եվրոմիությունը որոշակի ջանքեր են թափում հայկական պետության անձեռնմխելիության համար։ Մենք որոշ դեպքերում դավաճաններ բռնում ենք, ձեռքը բռնում ենք, մեր գրպանում, գրպանահատի ձեռքը բռնում ենք, երբ նա մեզ դավաճանում է, բայց ընդհանուր առմամբ մոտիվացիան, օրինակ ռուսական բանակի գոյությունը մեր այդ բազմաթիվ պայմանագրերը Ռուսաստանի հետ պայմանավորված են իր հոգատարությունով, այ լեգենդը առասպելը ռուսական ներկայության դա է, որ նրանք ապահովում են հայկական պետության այստեղ երևի իբրև թե բառը, հա, կուզենայի օգտագործել։ Ես ասեմ, որ սկզբնական շրջանում հենց այդպես էլ եղել է։ Եվ վերջին հաշվով ռուսական օկուպացիոն տարածքում կա հայկական պետություն։ Օրինակ Օսմանյան եւ պարսկական տարածքում չկա հայկական պետությունը։ Ռուսները դա միշտ կարող են մեզ ներկայացնել, ասեն, որ մենք ստեղծել ենք հայկական պետություն, կամ մեր տարածքում է ստեղծվել։ Երևանի նահանգում մարզում ձևավորվեց հայկական պետությունը, բայց Արևմտյան Հայաստանում չձևավորվեց, Պարսկական Հայաստանում չձևավորվեց։ Դա իրենք կարող են ասել, ու մենք էլ անշնորհակալ չենք։ Մենք ասում ենք այո, ռուսական Պասկևիչի բանակը ազատագրել է այդ տարածքը ու ձևավորել է Արմյանսկայա օբլաստ։ Դա Պասկևիչի ժամանակ է եղել։ Հիմա պատկերացրեք, որ այս ամբողջ տարածաշրջանում մենք միակն ենք ու պահպանում են հիմա այսպես հոխորտալը, ինչ որ ասում եմ, չեք կարող լիկվիդացնել հայկական պետությունը։ Աշխարհը շահագրգռված է, որպեսզի Իրանի հարևանությամբ, Ադրբեջանի հարևանությամբ, Թուրքիայի հարևանությամբ լինի այսպիսի մի օջախ։ Ես ասում եմ, որ սա նաև սպառնալիք է նրանց։ Այ արևմուտքը նրանց թիկունքում ունի յուրային։ Ես որ ասում եմ, մենք գնում ենք դեպի Եվրոպա, մենք գնում ենք դեպի յուրայինները, այսինքն մենք աշխարհի համար, քաղաքակիրթ աշխարհի համար, Պակիստանին հանած համար մենք կարևոր դաշնակից ենք եւ մեր պետությունը անձեռնմխել է, իսկ Իրանի համար մենք ուղղակի նվեր ենք, այ պետք է պարբերաբար իրենք իրենց լեզվով շնորհակալություն ասեն մեզ։